Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, ամենահետաքրքիր ու թեժ սերիաներն են առջևում։ Ինչպես արդեն նշել էինք, Ֆաինան այլևս չի նկարահանվի, նա հրաժեշտ է տալիս ստեղծագործական ու դերասանական խմբի անդամներին, և նրա մասնակցությամբ վերջին կադրերը կարող եք տեսնել մոտ օրերս։ Նրա կերպարը, ինչպես նաև իրական կյանքում, մեկնում է ուսմումը շարունակելու, իսկ թե ինչպես կդասավորվի հեռուստասերիալում նրա կերպարի շարունակությունը և արդյոք կվերադառնա գոնե մի քանի սերիայում նկարահանվելու, ցույց կտա ժամանակը։ Բայց մինչ այդ ամենահետաքրքիր կադրերն են առջևում, ինչպես պարզ դարձավ, Անգելինան ընդունեց Նոյի առաջարկությունը, ինչից հետո բնականաբար դասավորվեց իրադարձությունները Հենրիի ոչ սրտով։ Հենրին տեսավ Ֆաինայի հեռախոսի մեջ այն կադրերը, որտեղ Նոյն առաջարկություն էր անում ու բնականաբար սիրող սիրտը չի կարող անտարբեր նայել այդ կադրերին։ Բայց թե ինչ կարող է անել Հենրին, նա ամուսնացած է, իսկ Անգելինան ընդունել է Նոյի առաջարկությունը, արդյոք արդար է խանգարել Անգելինայի երջանիկ լինելու հնարավորությանը։ Հենրին շատ լավ հասկանում է, որ Անգելինան այդ ամենն անում է իրենից հեռու մնալու համար, բայց արդյոք այդ ամենը ճիշտ ճանապարհն է, չէ՞ որ Հենրիին մոռանալու համար պետք չէ ընդունել Նոյի առաջարկությունն ու ոչ միայն ինքը դժբախտանա, այլ նաև Նոյին դժբախտացնի, քանի որ նա չի սիրում այդ տղային։ Մինչ կբացահայտվեն ամենահետաքրքիր գաղտնիքները այս հեռուստասերիալի շուրջ ծավալվող, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի առաջինը տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն, իսկ ձեզ մի քանի րոպեից կպատմենք, թե ինչ է սպասվում հեռուստասերիալի հետագա սերիաներում և Հենրին ու Նոյն ինչպես են կռվելու Անգելինայի տան դռան մոտ, և ով է հաղթելու, արդյոք Անգելինան իսկապես ամուսնանալու է Նոյի հետ։ Նշենք, որ հեռուստասերիալը դեռ մինչև տարեվերջ ձգվելու է, այնպես որ դեռ երկար ժամանակ ունենք սիրված դերասաններին հեռուստաէկրաններին վայելելու։ Գրեք նաև, թե որ դերասանին ու կերպարին եք հասցրել ամենաշատը հավանել այս հեռուստասերիալում և Դիանա Գրիգորյանի հաջորդ սերիալում ում կցանկանայիք կրկին տեսնել։ Դե ինչ։ Ողջույն բոլորին, այս 2 ժամը ուզում եմ այս ստորին անել, բայց չեմ կարողանում, չի ստացվում ինձ մոտ, որովհետև ժամանակը չի ներում։ Շատ եք ինձ գրում, թե ինչու ես չեմ կարողանում ներկայացնել իմ օրից, առօրյայից հատվածներ։ Չեմ կարողանում առհասարակ ներկայացնել իմ օրը։ Ես իհարկե չգիտեմ, թե մարդիկ ինչպես են կարողանում իրենց առօրյան ներկայացնել միևնույն ժամանակ լինել զբաղված, որովհետև այն մարդիկ, ովքեր ներկայացնում են, որ շատ են աշխատում, գիշերները չեն քնում, որ իրենց աշխատանքը ծանր է, որ իրենք առհասարակ չեն հանգստանում, արիուտես իրենք ժամանակ են ունենում այդ ամենը ներկայացնել ձեզ, բայց այս պարագայում ես գուցե եւ այդ առումով այդքան էլ տաղանդավոր չեմ կարողանում ես ներկայացնել, որովհետեւ չունեմ ժամանակ, որովհետեւ ես եւ իմ ստեղծագործական խումբը աշխատում են ամեն օր 24/7, այո, չենք քնում, այո, աշխատանքը ծանր է, 24/7, այո, չենք քնում, այո, աշխատանքը ծանր է, այո, շատ շոկ է, այո, յուրաքանչյուր օր մտածել, գրել, նկարել, որակով փորձել ներկայացնել ձեզ տաժանակիր աշխատանք է, այնքան ծանր, որ մենք չենք հասցնում, ես չեմ հասցնում ինչ-որ բաներ նկարել ու ձեզ ներկայացնել, նույնիսկ երբ որ պահ է գալիս, որ սենց մի պահ սենց ազատ պահ է լինում, սենց նստում եմ, շունչ եմ քաշում, ասում այ, կարելի էր այս պահը նկարել, կային ինչը նկարել, այն ինչը նկարել և այլն, հետո հասկանում եմ, որ չէ, այս պահին ուզում եմ մի պահ հանգստանալ, սուրճ վայելել, որովհետև ժամանակը հոսում է, իսկ աշխատանքը սպասում ու սպասում։ Չենք հասցնում, ես չեմ հասցնում ինչ-որ բաներ նկարել ու ձեզ ներկայացնել, նույնիսկ երբ որ պահ է գալիս, որ սենց մի պահ սենց ազատ պահ է լինում, սենց նստում եմ, շունչ եմ քաշում, ասում այ, կարելի էր այս պահը նկարել, կային ինչը նկարել, այն ինչը նկարել և այլն, հետո հասկանում եմ, որ չէ, այս պահին ուզում եմ մի պահ հանգստանալ, սուրճ վայելել, որովհետև ժամանակը հոսում է, իսկ աշխատանքը
Սպասում, սպասում։ Լավ։ Աշխատանքը սպասում է, ժամանակը հոսում է, ես գնացի այսքանը եւ իմացեք, որ եթե ես չեմ կարողանում ձեզ ներկայացնել իմ Դե մենք որոշեցինք, որ պետք է գանք թեյ խմենք, քանի որ ցուրտ էր անձրև տեղած մի պահ ու եկանք չայ խմելու վերեք մի բան էլ ասեմ ու գնամ լարված սերիաներ են ձեզ սպասվում շատ հետաքրքիր սերիաներ են ձեզ սպասվում փորձում ենք անել ամեն բան որ ձեր առօրյան իսկապես լցնել որ կարողանանք արդարացնել ձեր հույսերը նաև ուզում շնորհակալություն հայտնել ինչպես միշտ ձեր ակտիվության համար ես գիտեմ որ վերջին զանգի հեռուստասերիալը շատ սիրված է եւ դրա համար ես շնորհակալ եմ ձեզ այնպես որ սպասեք մասնավորապես սեպտեմբերից ինչպիսի սերիալներ են ձեզ սպասվում դիտել է պետք շնորհակալ եմ ձեզ լավ արձագանքների բարձր գնահատականի եւ մեզ դիտելու համար Առաջին դերը կինոյում եղել է հիշողություն ֆիլմը, գլխավոր դեր էի խաղում Մարիամի կերպարը, որը ցեղասպանության մասին ֆիլմ էր, էկրաններ բարձրացավ, բայց շատ քիչ մնաց արգելեցին։ Իսկ առաջին դերը թատրոնում եղել է Արնախումի ընտանիքը ներկայացման մեջ Մարիայի կերպարը։ Տեղել էր գլխավոր Իսկ այս ստորիով մի հատ բան հիշացնեմ, վաղ խաղում ենք Ֆիգարոյի ամուսնությունը ներկայացումը, որը խաղացանքից դուրս էր եկել, բայց վերականգնել ենք ու հիմա արդեն նորացված նոր սաստավով խաղում ենք։ Դենց որ կարող եք վաղը համենալ դրամատիկական թատրոն ու դիտել մեր կատակերգությունը։ Հիմա գնում եմ փորձի։